Որ ուղղությամբ եք մասնակցել համաշխարհային պատերազմին։ 4-րդ ուկրաինսկի ֆրոնտ։ Պրագանից Կիևից հասել եմ մինչև Պրագա։ 4-րդ ուկրաինսկի ֆրոնտում որ դիվիզիա 271-րդ դիվիզիա Պրագային չհասած թեթև վիրավորվել եմ։ Մայիսի 9 հանդիպել եմ ուրեմն գոսպիտալում։ Յոկրանին։ Ինչ ասեմ։ Որտեղ եք կռվել, որ ճակատում եք եղել։ 4-րդ ուկրաինский фронт. 4-й украинский фронт. 271-я стрелковая дивизия. Միջև Բերլին եք, հա գնացել։ Командиром пулеметного взвода. Пулеметчики. Միջև Բերլին եք գնացել։ Բերլին, Այո։ չէ, միջև Պրագա եմ գնացել։ Ինչ հիշողություններ ունեք։ Киевից ցած միջև Պրագա։ Под Պրագայի легко был ранен. Մայիսին գոսպիտալում եմ հանդիպել։ Ձեր հայրենակիցներից կային ձեր հետ շատ հայեր։ Հայրենակիցներ, Հայեր շատ կային ձեր հետ այդտեղ։ հայրենակիցներ, չգիտեմ ես, հայրենակիցներ, այսինքն չեմ ուզում հիշեմ, 3 հոգի մենք, ես պուլեմյոտչիկ էի, Տենգերս մելմանուչկը մեկը ստրելկու, երկուսն էլ բաքսի հայերին, միասին ենք անք հենց առաջի մինան երկուսով պագիբլի, երկուսն վար, իսկ մի քիչ հերո է իրանցից, Баями дошел до Прагу. Под Прагой был легко ранен. Попал в госпиталь 28 апреля 9 мая кончилась война. Я победу встретил в госпитале. Легко раненых. Ինչ ասեմ։ Իսկ ինչպես որոշեցիք մասնակցել պատերազմին։ Ես եմ որոշել։ Դուք քանի տարեկան եք այդ ժամանակ, որ պատերազմին մասնակցեցիք։ 45 թվին, ես 21 թվից ծնված եմ, հաշվեք ինչքան տարեկան էի։ Իսկ ով որոշեց, որ դուք պետք է գնաք այս Չհասկացա։ պատերազմ գնալը, հա, ինչպես եղավ, դա կպատմեք, ոնց որոշվեց, որ դուք պետքա գնաք եւ այլն։ Պատերազմը որ սկսեց, դասարանով ավարտական երեկո էր, բոլոր ամբողջ գրպայով այնտեղ Երևանցկայ օձերը գնացինք դել լսեցինք, որ վերալոմն է Լևիտանի գոլոստը Գերմանիա վերալոմն բամբիլը նաշի գարադա եկանք վայնկոմատ, որ պասլալ մեր ֆրոնտ բոցար ինքը մեզ ճանաչում էր այն ժամանակ տաներով Վարաշիլովսկի ստրելող բաներ հատու չեր դվար խուխադետի կոմ տոշը պրդոտ օչետ В общем, երկու բան ավելացնեմ։ Հետո ավարտեցի բան Бакинское пехотное училище. Званием лейтенант բոլոր վիպուսկը ուղարկեցին Սևերնի Կովկաս, նեմեսներեն վաղտը մոզդոքում են։ Սևերնի Կովկասում ամեն հրավոտ կան ցուցակ էին բանում հրատարակում նավրոտ։ Մի ցուցակել մի որ հրատարակեցին 5 հոգի հայ Զակ ֆրոնտ, կորոտ ուսով չշլե է։ Ես ֆրոնտից եմ գազակ ֆրոնտ Թբիլիսի։ Այդ ժամանակ Հայաստանում 26 թվի տղաներով բանակ էին աջել։ Ես ուրեմն Թբիլիսում մի օր դուրս եկավ Արմենի կոմանդիրը выходите строиться։ Դուրս եկանք երկու հոգի։ Կանչեն город Երևան։ Եկա Երևան։ Фронтից եկա Երևան։ Հետո прослужил там полковой допросив выпуск один. Այդ ժամանակ ես ավարտել էի մի կուրսի բոլի военного альпинизма и горнолыжного дела. Այդ зван վերոնքելու արդեն приближались к Карпатам. Как инструктор горного лыжного дела, военного альпинизма
попал на фронт. Приехал в полк, командир, момент инструктор, как это, Карпаты, это не Кавказ. Какая специальность? И пулеметчик. Принимал пулеметный взвод. Пулеметный взвод я получил и этим взводом до Праги. Իսկ ինչ Под Прагой մեդալներ был ստացել։ լեգко ранен. Իսկ ինչ պարգևներ, մեդալներ եք մեդալները ստացել։ ցուցադրված Ինչ մեդալներ եք ստացել, Вот, որ շեյֆի կառաջացնեք։ Երկուսը ասեք։ Այս բոլորը պատերազմի ֆրոնտում եմ ստացել։ Ամենակարևորը ո՞րն եք համարում։ Ամենառաջին է։ Один из этих красных звезд. ժողովուրդ ինքը հոգնում է, երկար չի կարող մնալ։ А потом были Ինքը վաստակավոր ճարտարապետ է եւ այս շենքի կառուցմանը մասնակցել է հուշահամալիրի եւ նաեւ 100 տարեկանում սկսել է նկարել Ճարտարապետական ֆակուլտետի ուսանող է, ստե պրակտիկա է անցնում։ Разбивкան ես եմ արել։ Մոնումենտի։ Ձեր անուն ազգանունը չեք ասի։ Ինչպես Անուն ազգանունը ձեր ասեք։ Գրանդ Մելիքսեթովիչ Կարապետյան։ եւ 100 տարեկանում սկսել է արտակարգ նկարել։ Մենք 2 տարի առաջ գեղանկարների ցուցահանդես կազմակերպեցինք Պապիկի նկարած։ Շնորհակալություն։ Արմեն Խաչատրյան։ Այո։